ջուրը լսում է շենքի կոյուղու ջուրն այո։ Հիմա այս շենքի հիմքերը խարխլում, այս սենց։ Դու ներսից սենց մեծ ճակա տվեք։ Ես գիտեի, ասենք ամբողջ շենքը նստել է այն առաջի մասը։ Բայց այդքան ջուր է գնում։ Այս գարշահոտությունը, այս բանը, այս սենց մի քանի ամիս գնա, այս շենքի հիմքերը լրիվ կխարխլվի։ Եվ ցանկացած մի հատ ցնցման դեպքում լուրջ խնդրի առաջ կկանգնեն։ Այս մարդկանց անվտանգության խնդիրն է, այս մարդկանց առաջնային խնդիրը։ Սենց ճակերը, տեսանք չէ, հնարավոր չի, ես եմ բերել, ասենք, փակել եմ, բայց դե ինչ կապ ունի, ծերից ծեր ճակ է։ Պարոն Դանիելյան, ըստ էության սա ոչ միայն վթարային լրջագույն խնդիր է, այլև հակասանիտարական։ Այո, դե այս պայմանում դուք տեսաք շենքում ինչքան երեխաներ կան, ինչքան մատաղ սերնդի մեր երեխաները, այս պայմաններում ոնց հնարավոր ասենք, հիվանդության վարակի բուն է, էլի այս ամեն ինչը, խայտարակություն է մի խոսքով։ Անհապաղ այս խնդիրը պետք է լուծվի, որովհետև եւ սեյսմիկ անվտանգության հետ կապված խնդիր է, եւ հիգիենայի խնդիր է, եւ վարակների տարածման եւ այլ էլի շատ մտահոգող հարցեր կա, որ պետք է անհապաղ ամեն օր զանգել ենք, ամեն օր, օրեկան մի քանի անգամ, այդ 185 միած օպերատորին սեղ 1-1, սեղ 1-0 ու վերջ, այդքան բան, էլ ոչ կարում ենք կապնում ենք, առավոտը 8-ի կողմերը, եթե առավոտը 8-ի կողմերը, եթե մի կերպ կարողացանք բռնացնել, դրանից հետո էլ ոչ մի անգամ չեն կարում դրանց հետ կապնվենք։ Այսինքն պատկանողակներից դեռևս չեն եկել, հա, ձեր ահազանգի։ Ոչ, մի անգամ եկան, ասեցին, որ այդ 10 օրվա մեջ, ասեցին, որ օդանավակայանի տարածքում է վթարը, թող իրանք վերացնեն, պաշտպանության նախարարությունով, բանով, մի կերպ այդ վթարը հենց հաջորդ օրը վերացնել ենք տվել, արդեն 10-րդ օրն է զանգում ենք, որ գան այդ կոյուղին բացեն, ոչ մեկը ոչ գալիս է, ոչ էլ բացում։ 10-րդ օրն է այսօր այդ վիճակն է։ Որ նայեն ամեն օր ահազանգ ունենք, ամեն օր հայտը լրացնում են, հայտը լրացրել ենք, կտանք աշխատողները կգան ու են գալնա, որ պետք է գան։ Նաև ապաստարանի այո խնդիր։ Դե ապաստարանը այն կողմից։ Սենց ասեմ, հա, ամենակարևոր, որտեղ մինչև այդ լսա ես տրանսպորտի մասին եմ խնդիր բարձրացնում։ Տրանսպորտը մեր մոտ հավատացեք, այս պահին դուք էլ վստահ տենում եք ու հասկանում եք, որ ինքը երևի 3-րդական կամ 4-րդական խնդիր է։ Այստեղ կատարյալ առողջ մարդը, որ գա ուղղակի ապրի, ինքը խոսքի դատապարտված է հիվանդությամբ արդեն։ Ու ամեն անգամ զանգել ինչ-որ վիոլա ջուրը, հերթապահ նախադասությունը կամ ավտոատվետչիկին լսել, մենք բոլորս անգիր ենք արի ինչ են անելու, հա։ Այստեղ յուրաքանչյուր քաղաքացի ամեն երկրորդը անգիր գիտի վիոլա ջրի համարը ոնց է։ Այս եմ ասում, որովհետև մենք պարբերաբար զանգարում ենք, հա, այսինքն ոնց է կարգը, ըստ, չգիտեմ, մեր սահմանադրությամբ, երբ որ խնդիր է լինում, զանգում ես մի հատ հիմնարկություն, որը զբաղվում է տվյալ գործով։ Մստը սա խնդրիկ դե գործնա, որ մենք սա ոնց որ օրենքով անում ենք, բայց երբ որ արդեն պետք է վերցնես հեռախոսու զանգես մարդկանց, ովքեր հաստիկը զբաղեցնում են այդ գործով անելու, ուղղակի այդ մարդիկ չկան, կամ իրանք ոչ մի լեզվով չխոսացող մարդիկ են։ Այսինքն մենք անընդհատ կարանք, օրինակ, խնդրենք մեր եղբորը գա մեզ նկարի, ասենք զանգում ենք չեն վեկալում, հետո մի ուրիշ օր գաք մեր մյուս բնակիչներից մեկը ասի զանգում ենք չեն վեկալում, ու իրականում այս խնդիրը դրանց ոչ է կլուծվի։ Հիմա մենք ասեմ, որովհետև տեսեք, հիմա փաստացի լուծողը պայմանական օրինակ դուք եք, դուք չեք արձագանքում։ Ես ու մեր եղբայրը ինչքան ինչ ուզում անենք, խնդիրը լուծողը դուք եք, հա։ Այսինքն, եթե իմ ատամը ցավում է, ես ինչքան ուզում եմ բարձր գոռամ, եթե բժիշկը դուք եք ինչ չեք օրինակ օգնում, հետեւաբար իմ ատամը հա ցավալու է։ Հիմա իմ ասած էս ինչի համար եմ ասում, մենք պետք է ամեն առաջինը ոնց որ հենց վիոլա ջրին արդեն պետք է, չգիտեմ, մեր ձայնը այնտեղ լսելի դարձնել։ Վստահ եմ Երևանում էլի գտնվում է, չգիտեմ, վարչական շրջանում, որտեղ սենց խնդիրներ կան, էլի։ Ի վերջո սա մայրաքաղաք է, էլի։ Այս շենքն էլ, չգիտեմ, ծանոթ եք այս շենքին թե չէ, այս շենքում բոլորը ասենք ինտելեկտուալ հարուստ մարդիկ են, այստեղ լյոչիկներ են ապրել, ասենք
Ասենք մինչև հիմա լյոչիկներ են ապրում։ Այստեղ ամեն երկրորդ մարդ 3 բարձրագույն կրթություն ունի, ասենք էսի Արցախյան պատերազմի մասնակից լյոչիկ ունենք։ Չգիտեմ, նորմալ է, որ ինքս այս պայմաններում ապրում։ Հիմա մեզ օրինակ ջուրը ասացին պետքա մենք փոխենք։ Այդ սահմանված կանոնակարգի, եթե կոմունիկացիոն խնդիրը շենքի ներսում է, լուծում են համատիրությունը եւ բնակիչները։ Համատիրությունը ոնց որ ֆիզիկապես ուղղակի այդքան գումար չունի, որպեսզի լուծի, ոնց որ ավտոմատ պետքա բնակիչների հետ այդ խնդիրը լուծի։ Մենք մի կերպ, անկեղծ եմ ասում, մի կերպ այդ խնդիրը լուծեցինք։ Այդ ծախսը ընդհանուր առմամբ գերազանցում է 3 միլիոն դրամ։ Մենք այդ բոլոր ծախսերը իհարկե ունենք պահած ՀԴՄ-ներով, թե որտեղից ենք մեր տրուբաները օրինակ առը, որտեղ վստահ ենք էլի, որ գալու է մետոր ու մեզ է դրա դիմաց ոչ թե շնորհակալություն, այլ ասեն, այդ ինչ է կարա 3 միլիոն, չնայած որ իրանք էլ չեն տվել դի։ Հիմա բայց այս մեկը, այս չափազանց մեծ է։ То есть մենք ոնց որ այս իր չափսերը, այս խնդրի չափսերը մեզ անդամալույց անում։ Մենք ուղղակի չենք կարող միջամտենք սրան։ Այսինքն այս 25000 չի, որ ես եթե ասեմ եղբայրինս 25000 դուրը ծեցեմ, ասեմ 25000 դու, որտեղ սես լավ բան ենք մտածել, ուզում ենք էտել անենք։ Սա արդեն ավելի մեծ է։ Ու որպես միջին վիճակագրական Երևանի քաղաքացի այս մարդիկ չունեն այդ գումարը։ Ու օքեյ է, որ չունեն։ Որտեվ առաջինը այդքան մեծ գումարներ ունենային, ինչի համար են ստեղ մնում։ Ու վաղուց արդեն հրաժարվել էին այս շենքից։ Չգիտեմ, Փաստացի շենքը ունի 110 բնակարան, շուրջ 400 բնակիչներով, այո, եւ այս շենքը նաեւ խարխլվելու եւ այսպես ասած փլվելու վտանգի առջեւ է կանգնած։ Սա նաեւ մի խնդիր է, որը պետք է քաղաքապետարանի կամ վարչական շրջանի ղեկավարությանը հուզել դեպքում։ Ասա թող անցնի, ասեմ որ ինքը խնդիրը հետևյալի մեջ է։ Եթե մենք խնդրին նայում ենք այս մի կողմից, ուրեմն ինչա ստացվում։ Մենք քաղաքապետարան դիմել ենք, հա։ Ես ոնց որ համատիրության նախագահն եմ համել այս շենքի, ու ցանկացած հարց ոնց որ կամա թե ակամա լուծվում է ոնց որ իմ միջնորդությամբ։ Այսինքն այդ քաղաքապետարան դիմում, թաղապետարան դիմում, այդ բոլոր ամեն ինչը ես եմ անում։ Ու դրանք իմ մոտ էլեկտրոնային ոնց որ պահված կան, էլի։ Հիմա իրանց էլ որ ուղարկում ես, բայց իրանք էլ ինչ որ հստակ պատասխան չեն նշում։ Իրանց ամենահստակ պատասխանն է, որ եթե շենքի ներսում է գտնվում կոմունիկացիոն խնդիրը, ուրեմն դա բնակիչների եւ չգիտեմ համատիրության խնդիրն է։ Թե չէ այդ էլեկտրոնային դիմելը ձևը մենք ամեն ինչին տիրապետում ենք, համ նենց ենք դիմե, համ սենց ենք դիմե, բայց ինքը խնդիրը ինչ-որ լուծում չի ստանում, էլի։ Նայեք, ձեր գրության ի պատասխան քաղաքապետարան արձագանքել է, որ շենքի տանիքում կա ալեհավաք եւ ամսվա վճարներով գանձվող գումարից կարող է կառավարման խորհուրդը այդ գումարներով հոգալ կոյուղատարի, այդ վնասված կոյուղատարերի խնդիրը, սա արդարացված հիմնավորում է։ Նայեցեք, որ ես ընդհատում եմ, բայց դա հռետորական է, հա։ Այո, ինքը մասամբ ճիշտ ասում, բայց ինքը չի ասում ամենակարևորը, որ եթե ես ուզում եմ այդ գումարով անեմ, ուրեմն այդ ընթացքում ես պետք է ազատվեմ, ուրեմն բակի աղբի այդ տարհանման ծախսից, որովհետև քաղաքապետարանի տրամադրած այդ աղբը, որ հավաքում է, գալի այնտեղ են մեծ տյաշներ հավաքում են ու գնում են։ Իսկ բակը դրա համար որ մարդիկ նստեն, չես կրա, մանավանդ ամառը, չգիտեմ, չես կրա, չի կրա աղբ չլինի, հա։ Իրանք պետք է հոգան այս շենքի լուսավորության համար, որ ես այդտեղից գումար չծախսեմ։ Շենքի ներսում յուրաքանչյուր կոմունիկացիոն խնդիր լինելու դեպքում իրանք պետք է դա արձագանքեն ու լուծեն, որովհետև ես սրան ձեռ չեմ տալի, իրանք ասած գումար, որպեսզի հավաքեմ ու իրանք ասած գործ անեմ, հա, բայց այդպես չի լինում։ Քանի որ շենքը 73 թվականին է, թե չեմ սխալվում, հավատացեք, այդտեղ շաբաթ չկա, մենք մասնագետների չկանչենք։ Այդ տղաները ովքեր որ գալիս են, մեզ արդեն հարազատ մարդիկ են դառել։ Ու ինչու է դա կապված, մենք ամեն անգամ ինչ-որ մի հատ ուրիշ գործ անելուց, պատկերացրեք, որպեսզի ավելի տենց, չգիտեմ, դիպուկ ստացվի, մենք 6 տղամարդ, 6 ես իմ ընկերներով կընկնում ենք ու լիստով մանենք օրինակ մասնագետ ու հերթով մինչև որ գտնենք ամենամաչելի մասնագետին։ Այս խեմ ասում, հա, մենք այդ գումարը ալեհավաքը որ տալիս է, դա ֆիզիկապես չի հասցնում։ Մենք շենքի լուսավորության գումար կա, որ չգիտեմ, դա մենք մեր բնակիչներով ենք դա տալի։ Ուր մնաց էսի։ Եթե ես ուզում եմ էսի լուծեմ, այդ ալեհավաքը տալիս է 100,000 դրամ։ Այս մոտավորապես շենքի բոլոր կոյուղիները որ փոխվեն, երազանցում է 6 միլիոն դրամ։ Հիմա հարց,
Ռեալ համարում եք, որ 6 տարի իմ ասած խնդիրները իրանք կհոգան։ Երկը ոչ։ Մի ամիս չեն հոգա։ Որ մնաց 6 տարի, 6 տարի շատ ավելի։